Ռուսաստանի հետ ստեղծված ճգնաժամը եղած թեկնածուներից ով ավելի լավ կկարգավորի։ Սամվել Կարապետյանն, Ռոբերտ Քոչարյանն, ով էլ պիտի Ռուսաստանի հարաբերությունը դեպի լավը տանի, ոչ թե դեպի վատը։ Որտեղ մեր միակ շուկան Ռուսաստանն է, մեր ապրանքը Եվրոպային պետք չի։ Այդ ինչ որ ջերմուկա, կլուբնիկա, եսիմ ինչ, այդ մեր շուկայի Եվրոպայի շուկայի համար Եվրոպայից են արտանում, Հոլանդիայից են ծաղիկները բերում, վաճառում։ Ռուսաստանը Եվրոպայի վրա է վետոներ դնում, սանկցիաներ դնում, չի թողում իրանց մոտ լճացում ալնում։ Ուր մնաց մենք մերը տանենք Եվրոպա, կամ ինչով ենք տանելու։ Եթե մենք 2000 կիլոմետր չենք կարող հաղթահարենք, դժվարությամբ ենք հաղթահարում հասնում Ռուսաստան, իսկ Եվրոպա ոնց ենք հաղթահարելու։ Հենց որ մեր ամենավստահելի, ամենահարմար շուկան Ռուսաստանն է այսօր։ Որ ժողովրդին ինչ որ չափով օգներ, այսօր մտերենք խանութ պարտանյութերը կրկնապատկվել է գինը։ Կրկնապատկից էլ բարձր է կանգնում արդեն 10%-ով։ Թե առնում ենք 5600, հիմա 12000, 13000 դրամ է։ Որը մեր համար շատ վատ է։ Առաջ գոնե կառավարությունը ճիշտ է քննադատում ենք, վատն են, բայց այդ վատը էլի գյուղացում ձեռքեր բռնի բանը, պարտանյութեր տալի, կարկուտի դեպքում սուբսիդավորում էր կամ էժան պարտանյութեր տալի կամ մի քանի պարկ պարտանյութի նվեր տալի, որ օգնություն էր գյուղացուն դի։ Մենք չգնահատեցինք, եղածը ու անընդհատ դեպի վատը գնացինք։ Այմա ով կար հարաբերությունները նորից կարգավորի, նորից դառնանք, չգիտեմ, դաշնակիցներ, որ սահման չփակվի, որ այդ գյուղացի։ Ով որ գլուխ ունի, ով որ խելք ունի, ով որ ծաղրացուցի, ով որ Ալիևի ոտի տգի հողը չի։ Այդ կարա անի։ Մեր երկիրը կարա ոտքի հանի Գագիկ Ծառուկյանը, որովհետև ինքը գրփելու, չրփելու բան չունի։ Կարա Կարապետյանն էլ հանի։ Կարա Արման Թաթոյանն էլ իրա չեմ ասում ունե որ Արման Թաթոյան, բայց իրա գաղափարով։ Կարա Սամվել Կարապետյանն էլ հանի։ Այդ 4-ից Լուբոյն էլ ով ընտրվի կարա անի։ Բացի այս շիզոֆրենիկից։ Ռուսաստանի հետ նախդե որ ասեմ Կարապետյանն է։ Կարապետյանն է, Քոչարյանն է, սպասելու որ ժողովուրդը նորմալ ձևով ապրե։ Թե չէ սուտ է, սրա ասածը սուտ է։ Մենա խաբեբավություն է։ Ինչ, այդ ինչ է, գոմեգություն է անում ինչ։ Թե Սամվել Կարապետյան, թե Ռոբերտ Քոչարյան, թե Գագիկ Ծառուկյան, նրանք տանեն իմ կարծիքով, բայց փաստացի այսօրվա իշխանությունը կարծես թե չի ուզում ռուսների հետ դաշնակցական հարաբերությունները շարունակի կամ ուժեղացնի, չգիտեմ։ Իմ կարծիքով ով կարա եւ ցանկություն ունի կարգավորելու, իրանք իրանց քարոզարշավի մեջ պարզ են ասում, բոլորն էլ ովքեր ձգտում են դեպի Եվրոպա, նրանք էլ չեն թաքցնում, պարզ են ասում, նաեւ դրանցից ովքեր հակա ռուսական են եւ պարզ տանում են թշնամություն դեպի Ռուսաստան, նրանք էլ չեն կարողանում թաքցնել իրանց այդ թշնամությունը, պարզ ասում են, իրանց տարբեր զրույցները, տարբեր հարցազրույցները լսելով ուղղակի պարզ է դառնում, ով ինչ է ուզում։